Այսօրվա մեր դասախոսությունը նախորդ դասախոսության շարունակությունն է։ Գայուս Հուլիոս Կեսար Օկտավիանուս Օգոստոս Քրիստոսից առաջ 27, Քրիստոսից հետո 14 թվականներ։ Իշխանության անատոմիան, ներքին քաղաքականություն։ Նախորդ դասախոսության մեջ մենք բավական մանրամասն անդրադարձանք Օկտավիանուս Օգոստոսի իշխանության անատոմիային, կառույցին։ Նշանավոր գերմանացի հետազոտող Թեոդոր Մոմսենը այդ իշխանությունը բնութագրում է իբրև հանրապետական միապետություն։ Եվ դրա մեջ որոշակի ճշմարտություն կա։ Այս գործիչը իր իշխանության մեջ աշխատում էր միավորել իշխանության ուրիշ պարագաներում տարասեռ, բայց հիմա համակարգված տարբեր հատկանիշներ։ Մի կողմից ինչ-ինչ գծերով հիշեցնում էր միապետություն, մյուս կողմից հանրապետություն, մյուս կողմից ժողովրդավարական հանրապետություն։ Եվ այս առումով նա ձգտում էր ստեղծել հավասարակշռությունների, ինքնազսպումի հավասարակշռությունների միջավայր։ Արդի քաղաքագիտական մտքի մեջ դա անվանում են checks and balances, իսկ ժամանակի Օգոստոսի հռոմեական արժեբանության մեջ դա կոչվում էր abstinentio, ինքնազսպում, ինքնակառավարում։ Շատ բան կախված էր այս գործչի անձնական հատկանիշներից, որ նրա իշխանության տարասեռ դրսևորումներից որևէ մեկը գերակայություն չստանար։ Այստեղ, ինչպես ասացինք, կային տարբեր տեսակի իշխանական միտումներ, բայց որոնք հավասարակշռում էին բարոյականության, սոցիալական բարոյականության նորմերի ներքո։ Եվ տարօրինակ չէ, որ այս կառավարման համակարգը, այո, հետագայում պետք է կրկնության առարկա դառնա, կամ ավելի ճիշտ ընդօրինակության առարկա դառնա տարբեր ժամանակներում։ Մենք անցյալ անգամ ասացինք, որ Օկտավիանոսը ինքը չուներ արտակարգ ընդունակություններ, ինչպես Կեսարը, սկսած գրական ասպարեզից, մինչև իշխանական ասպարեզ, մինչև ռազմական ասպարեզ, մինչև ճարտասանական ասպարեզ, եւ նա գիտեր, ինքը գիտեր, որ չունի այդ հատկանիշները, բայց նա մի հատկանիշով գերակայում էր իր բոլոր նախորդներին, այն առումով, որ նա գիտեր իրեն շրջապատել համապատասխան մարդկանցով, որոնք կլրացնեին այս բացը։ Նրա շրջապատում կային մարդիկ, որոնք կարող էին դա անել։ Եվ այսպես ձևավորվեց նրա մի իշխանություն, որի մեջ կար եւ ռազմական տարր, նա պրոկոնսուլ էր, հավերժական, բոլոր լեգիոնները ըստ էության ենթարկում էին նրան։ Նա իր իշխանության մեջ հավասարակշռեց նաեւ պրետորական իշխանությունը, իսկ մենք վաղուց ասել ենք, պրետորը իրավական, դատական գործի կարևորագույն պաշտոնյա էր, ուրեմն արդարության գործը վերցրեց իր ձեռքը։ Նրա կողքին կար նաև ժողովրդի, հասարակ պլեբսի ժողովրդի առաջնությունը։ Նա այդ ժողովրդի առաջնորդն էր իրեն ներկայացնում եւ տրիբունյակա իշխանություն ուներ, ժողովրդական տրիբունի բացարձակ եւ հավերժական իշխանությունն էր։ Սա նրան իրավունք էր տալիս վետո դնելու իշխանական բոլոր որոշումների վրա, եթե դրանք չէին համապատասխանում իր պատկերացումներին։ Եվ վերջապես մենք ասացինք, որ նա 12 թվականին Քրիստոսից առաջ դարձավ Պոնտիֆիկուս Մաքսիմուս, գլխավոր քուրմ, եւ նրա իշխանությունը ստացավ իմպերիում սակրում, սրբազան իշխանություն ստացավ։ Բայց այդ նա անընդհատ եւ անդադ շեշտում էր, որ ինքը մնացած բոլոր քաղաքացիների հավասար է։ Նա պրինցեպս է միայն, առաջին քաղաքացին։
Նա մնացածներին գերակայում է իր միայն մի հատկանիշով, իր հեղինակությամբ, auctoritas, եւ իր իշխանությունը նա ասում էր, որ ինքը ձեռք է բերել բազում գործերի, գործարության, դրանց ճանապարհով եւ ոչինչ ավելին։ Այս իշխանական բարդ կառույցը ձևավորելուց հետո նա կամաց մոտեցավ պետության մեջ ներքին քաղաքական փոփոխություններ կատարելու։ Եվ այստեղ նա պետք է ընդգրկել այս պետության ներքին կյանքի համարյա թե բոլոր բնագավառները։ Երբեմն նա կրկնում էր նախորդ ժամանակաշրջանի ընդունված որոշումները, բայց դրանց տալիս էր համակարգային բովանդակություն։ Երբեմն էլ կատարում էր նորարարություններ։ Եվ այսպես նրա քաղաքականությունը ներքին մենք որոշել ենք դիտարկել մի քանի դիտանկյուններից։ Առաջին, սոցիալական կամ ընկերային քաղաքականություն, res sociale։ Մենք գիտենք, որ ավանդական հանրապետությունը հռոմեական բաղկացած էր մի քանի հանրադասերից։ Առաջինը կոչվում էր ավականի nobilitas, երկրորդը կոչվում են հեծյալներ, eques, քանի որ նրանք այնքան հարուստ էին, կարող էին բանակում իրենց ծաղկով ծառայել հեծելազորում, իսկ դա բավական մեծ կարողություն էր պահանջում։ Երրորդ հասարակական խումբը plebsն էր, հասարակ ժողովուրդը, եւ չորրորդ հասարակական խումբը ստրուկներն են, servus։ Ուրեմն ավականի հնուցանդի մի որոշում կար հռոմեական միջավայրում, որ ավականու ներկայացուցիչները պետք է զբաղվեն միայն հողագործությամբ։ Նրանց եկամուտը պետք է ծագի, բխի միայն հողագործական աշխատանքով։ Նրանք իրավունք չունեն զբաղվելու բիզնեսով, տարբեր տեսակի գործառույթներով, արհեստների կազմավորում, ճանապարհաշինություն, նավաշինություն, ծովային ճամփորդություն, պրովինցիալ հարկեր, նրանք այդ բանը իրավունք չունեին կատարելու։ Նրանց կարողությունը, սակայն պետք է լիներ 800,000 սեստերցից մինչև 1 միլիոն։ Սա խիստ պահանջում էր, որպեսզի մտածում էին այդ մարդիկ կաշառք վերցնելու առաջին եւ կարևոր անհրաժեշտություն չունենան, բայց ավականու ներկայացուցիչները nobilitas շրջանցում էին այս պահանջը, ինչ ճանապարհով։ Իրենց որդիները, որոնք չէին ուզում մտնել սենատ, չեն ուզում կոչվել ավականու ներկայացուցիչներ, լավ կրթություն ստացած, լավ հմտություններ ունեցող, լավ կապեր ունեցող, նրանք էին զբաղվում այդ գործերով եւ այստեղից նրանց ծնողները եւ նրանց բարեկամները կամ նրանց պատրոնները եկամուտ էին ստանում։ Օգոստոսը Օկտավիանոսը իր վրա վերցրել էր ցենզորի պարտականություն։ Ժամանակ առ ժամանակ նա լուստրացիա էր կատարում հռոմեական հասարակության։ Քննում էր, թե յուրաքանչյուրը ինչ կարողություն ունի, յուրաքանչյուրը որտեղից է ստանում այդ կարողությունը եւ եկամուտը, ինչի վրա է ծախսում, անգամ մտածում էր, թե ինչ բարոյական կերպար ունի այդ մարդկանցից յուրաքանչյուրը։ Սա շատ կարևոր էր։ Tribunus morum, այդպեսի մի պաշտոն ստեղծեց բարքերի առաջնորդ, բարքերի պատասխանատու։ Նա պետք է քններ, թե այս մարդիկ ինչ բարոյականությամբ են առաջնորդում իրենց կյանքում, արդյոք քաջության, արդյոք արդարության, արդյոք ծանրախոհության, արդյոք ինքնազսպումի։ Այսպիսի հիմնարար հռոմեական արժեքների դիտանկյունից, թե ոչ։ Եթե բացահայտվում էր, որ այդ մարդիկ շեղվում են ավականուն ներկայացվող պահանջներից, ապա լուստրացիայի կանոնով Օկտավիանոսը նրանց հանում էր այդ հասարակական դասի շրջանակներից եւ ահագի մարդկանց էլ նա զրկել էր սենատի անդամ լինելու, սենատի հայր լինելու կոչումից։
Եվ այս բոլորը կատարվում էր նրա ձեռամբ, եւ այս բոլորը կատարում էր նրա հետևողականությամբ։ Երկրորդ հասարակական խումբը, ասացինք, ներկայացնում էր հեծյալների խումբը, էկվես, ասացինք, որ նրանք բավական հարուստ էին, 300,000 սեստերցից մինչև կես միլիոն սեստերցի չափ կարողություն ունեին, երբեմն այս ավականու ընտանիքի ներկայացուցիչներն էին, որոնք չէին ուզում նստել սենատում եւ գործառել։ Սրանք տարբեր գործառույթներ էին անում, մի ժամանակ շատ տարածված էր նրանց շրջանում պրովինցիաներում հարկ հավաքելը։ Նախապես նրանք վճարում էին պետական գանձարկը այդ հարկի քանակությունը, ապա սկսում էին կողոպտել։ Բայց հիմա օգոստոսի ժամանակ դրվեց այսպիսի մի խնդիր։ Բոլորը գտնվեցին հսկողության ներքո եւ կողոպուտը համարյա թե բացառվում էր։ Բայց սրանք այնուամենայնիվ զբաղվում էին առևտրով, դրամափոխանակությամբ, շինարարությամբ, տարբեր տեսակի գործառույթներով։ Օկտավիանոսի ժամանակ նրանց դերակատարության մեջ մի այլ փոփոխություն տեղի ունեցավ, որն էր այդ փոփոխությունը։ Օկտավիանոսի ժամանակ պետությունը քանի գնաց ավելի եւ ավելի պաշտոնեացվեց, բյուրոկրատացվեց։ Եվ բյուրոկրատական ապարատը սկսեց կամաց ընդլայնվել։ Եվ այդ ընդլայնումը բյուրոկրատական ապարատի իբրև կանոն կատարում էր այս հեծյալների հաշվին։ Նրանք լավ ֆինանսներ գիտեին, նրանք լավ առևտուր գիտեին, նրանք լավ տեղական կառավարում գիտեին, նրանք լավ օրենքներ գիտեին, եւ Օկտավիանոսը որոշեց, որ իր ապագա ապարատը, որ ինքը պատրաստվում էր կամ արդեն սկսել էր ստեղծել, պետք է բաղկացածնի սրանց ներկայացուցիչներից։ Եվ այս հեծյալները սկսեցին հասարակական նոր դերակատարությամբ ի հայտ գալ։ Նրանք մտան պետական ապարատ եւ սկսեցին տոն տալ այդ պետական ապարատի գործունեությունը, շատ դեպքերում անգամ ստվերելով սենատորների գործունեությունը, որտեղ պրոֆեսիոնալ էին եւ կրկին պրոֆեսիոնալ էին։ Մյուս հասարակական խումբը պլեբս, հասարակներ, ժողովուրդը, որ կազմում էր հռոմեական հասարակության մեծամասնությունը։ Դրանք ժողովուրդն էին, որոնք մի ժամանակ դարձել էին լումպեն պարազիտային, մակաբույծ զանգված եւ խռնում էին ամբողջ հասարակությունը իրենց առաջնորդների գլխավորությամբ։ Բայց Օկտավիանոսի կառավարման ժամանակ նրանց նկատմամբ եւս վերահսկողություն սահմանվեց։ Ինքը, ինչպես ասացինք, ներկանում էր իբրև տրիբունյա կապոտեստասի պլեբսի առաջնորդների իշխանության կրողը։ Իրենից էր բխում նրանց առաջնորդող դևիզները, լոզունգները, հասկացությունները, ասույթները, եւ ամեն անգամ ներկայանալով ժողովրդական ժողով, աշխարհաժողով, նա նրանց թելադրում էր իր կամքը, բայց շատ համեստ ձևով։ Ինքը բավական համեստ անձնավորություն էր, իր կյանքում, կենցաղում, մենք այդ մասին ասել ենք, հետագայում ավելի կշեշտենք այդ բանը, եւ աշխատում էր ամեն կերպ ստվերել իր բացարձակ իշխանությունը, իր տարբերություն իր նախորդ Հուլիոս Կեսարի եւ իր տարբերություն իրենից հետո եկող իր ժառանգների։ Մի խոսքով, այս հեծյալները սկսեցին հասարակական նոր խավի հիմքը կազմել։ Պլեբս, ասացինք, հասարակության մեծամասնությունն էր։ Նախ սրանցից էր, որ կազմավորում էր հռոմեական բանակը։ Լեգիոներները հենց այս պլեբսի շրջանակներից էին դուրս գալիս։ Ծառայում էին, մենք անգամ էլ հիշենք, մինչև 20 տարի, հետո դառնում էին վետերան, կամ 12 ռազմական խոշոր արշավանքներին էին մասնակցում, ելի դառնում էին վետերան։ Պետությունը սրանց տալիս էր բոնուս, հող
եւ սրանք նստում էին կայսրության տարբեր հատվածներում եւ դառնում էին Հռոմի հենարանը այս տարածքներում։ Տեսեք ինչ հետաքրքիր իրողություններ են իմիջ գալիս։ Եվ Պլեբսի շրջանակներից հաճախ դուրս էին գալիս ականավոր պետական գործիչներ։ Օգոստոսի ժամանակ հասարակական շարժը բավական ակտիվացել էր։ Մի ժամանակ շատ ակտիվ էին տարբերությունները։ Հիմա տարբերությունները հնարավոր էր նաև շնորհիվ իրենց կրթության, շնորհիվ իրենց խելքի եւ հմտության հաղթահարել։ Եվ դա զգացվում էր Պլեբսի շրջանակներում։ Վերջին սոցիալական հանրադասը, որի մասին մենք ձեզ հետ խոսելու ենք, դա ստրուկներն են, սերվես։ Ժամանակին մենք ասել ենք, երբ Հռոմը վերածվեց խոշոր միջերկրածովյան տերության, մեծ քանակությամբ ստրուկներ ներբերվեցին Հռոմ, 500,000-ից մինչև 700,000, եւ բնակչության ամեն մի չորրորդը փաստորեն ստրուկ էր։ Եվ սրանք տարբեր կառուցվածքի, տարբեր կրթության, տարբեր մասնագիտության ստրուկներ էին, եւ ոմանք անգամ ասում են, որ դրանք միավորել են մեկ հասարակադասի մեջ մի քիչ բարդ խնդիր է, որովհետեւ խիստ տարբերում էին իրենց կյանքով, կենցաղով եւ մտածողության եղանակով։ Բայց նրանց բոլորին միավորում էր մի հանգամանք, որ նրանք իրավազուրկ էին, որ նրանք երբեմն նրանց անվանում են ինստրումենտում վոկալե, խոսող գործիք։ Թեպետ ուշ հռոմեական հանրապետության պարագային այս ըմբռնումը եւս արդեն խաթարվում էր։ Գալով իշխանության Օկտավիանոսը հայտարարեց, որ վերականգնում է իր նախնիների վերաբերմունքը, նախնի հռոմեացիների վերաբերմունքը ստրուկների նկատմամբ եւ վերականգնեց չափազանց խիստ օրենքներ նրանց կապակցությամբ։ Նախքան Օկտավիանոսի իշխանության գալը Հռոմում տարածված էր ստրկալուծման գործընթաց, մանոմիսիա, այդպես էին անվանում լատիներեն, որն էր իմաստը։ Շատ ստրուկներ լավ արհեստավորներ էին, լավ մտավորականներ, ուսուցիչներ, փիլիսոփաներ, որոնք կարող էին աշխատել արհեստների տարբեր բնագավառներում, փող կուտակել եւ տալ իրենց տիրոջը։ Բայց ժամանակի ընթացքում նրանք փող էին հետ գցում եւ փրկագնվում էին։ Եվ այդ երևույթը շատ մեծ տարածում էր ստացել հռոմեական միջավայրում։ Եվ Օկտավիանոսը դրանում տեսնում էր մեծ վտանգ, մանոմիսիան։ Հռոմեացիները փողի հետևից ընկած, գայթակղված դրամական միջոցներով մեծ քանակությամբ ստրուկներին ազատությունը վաճառում էին եւ հարստության հավելյալ այսպես աղբյուր էին հայտնաբերել։ Դրանից հետո նրանք մսխում էին այդ բոլորը եւ հաճախ այդպես էր կատարվում, որ նրանք իջնում էին իրենց ունեցվածքային մակարդակով շատ ցածր աստիճանի։ Օգոստոսը վերացրեց այդ բանը եւ հատկագծեց, որ ոչ մի մանոմիսիա, ոչ մի ստրկալուծում ապագայում չպետք է տեղի ունենալ։ Բայց կային այսպես ճանապարհներ, որոնց միջոցով կարողանում էին հաղթահարել այդ process-ը։ Եվ մեկ էլ մի հին օրենք գտավ հռոմեական եւ բերեց հաստատեց։ Եթե տվյալ տնտեսության մեջ տեղի ունեցել ծանր հանցանք կամ սպանություն, ապա այդ տնտեսության մեջ մահապատժի էին ենթարկվում բոլոր ստրուկները։ Անկախ այն բանից մեղավոր է, մեղավոր չի, ոչ ոք չի քննում դա։ Եվ ստրուկները իրենք սկսեցին հետևել այն բանի, որ իրենց տնտեսության մեջ այլևս այդպիսի բաներ տեղի չունենան։ Մի խոսքով այս սոցիալական քաղաքականության հետևանքով նա որոշակի ստաբիլություն, կայունություն ներբերեց հռոմեական հասարակության մեջ։ Իր սևեռումի հիմնական խնդիրը հեծյալներն էին եւ պլեբսը։ Պլեբսի դրությունը բարելավելու համար ստեղծվեցին բազում հասարակական ֆոնդեր։ Հիվանդների, հաշմանդամների, այրիների, ծնողազուրկ երեխաների
եւ այլոց համար, անգամ իր միջոցներից, իր ահռելի միջոցներից Օկտավիանոսը միջոցներ էր տալիս դրանց նորմալ կյանքի ապահովելու համար։ Եվ տարօրինակ չէ, մենք մի անգամ էլ կկրկնենք այս բանը, որ նրա կառավարման 41 տարիների ընթացքում 2.5 միլիոնից Իտալիայի ազգաբնակչությունը հասավ 4 միլիոնի։ Ապահովություն, պետական սուբսիդիաներ, այսպես կասեինք հիմա երևի, օժանդակություն էր կատարվում։ Այս սոցիալական քաղաքականությունը տալիս էր իր պտուղները։ Լավատեսություն էր ներմուծում հռոմեական հասարակության մեջ, բարեկեցություն էր մտցում հռոմեական հասարակության մեջ եւ կայունություն։ Այս սոցիալական քաղաքականությունն էր ընդհանուր գծերով, եթե ասելու լինենք, որոշում, Օկտավիանոսի իշխանության հիմքը։ Մյուսը նրա ռազմական քաղաքականությունն էր, res milita, այդպես էին կոչում։ Սա ևս մի քանի այսպես դրսևորումներ ուներ ցավ։ Առաջինը եւ Օկտավիանոսը եկավ իշխանության 27 թվականին նա հայտարարեց խաղաղություն, Pax Romana, այդպես հայտարարեց։ Դրա բովանդակությանը մենք հետագայում կանդրադառնանք։ Նա նախ ուշադրություն դարձրեց, որ Հռոմը արդեն շուրջ 1 դար անընդհատ ներքաղաքական ցնցումների մեջ է։ Ներքաղաքական ագրեսիան, թշնամանքը հռոմեական միջավայրում չափազանց ուժեղացած էր։ Այդ ժամանակ Հռոմը ուներ 75 լեգիոն, մոտավորապես 230,000 զինվորից բաղկացած։ Եվ նա որոշեց կրճատել դրանց թիվը, իր այս սոցիալական քաղաքականությամբ, որ պետք է հավասարակշռի ամեն բան առանց զենքի, եւ հասցրեց 25-ի, մնացած 50 լեգիոնների զինվորներին ապահովեց ամեն ինչով, ապահովեց բոնուսով, ինչպես քիչ առաջ ասեցինք, ապահովեց հողով եւ կայսրության տարբեր հատվածներում նրանց նստեցրեց, այստեղ ստեղծվեցին զինվորական ավաններ, որոնք հետագայում վերածեցին քաղաքների։ Այս ժամանակաշրջանում մեկ այլ process էլ հատկագծվեց հռոմեական միջավայրում։ Լեգիոնը ել ավելի ինքնամփոփ, ինքնարժեք դարձավ։ Մենք արդեն ասել ենք, որ Քրիստոսից առաջ երկրորդ դարի վերջին, առաջի դարի սկզբին Գայուս Մարիուս հռոմեական նշանավոր զորահրամանատարը կատարեց լեգիոնի ռեֆորմ, որի հիմնական բովանդակությունն այն էր, որ աշխարհազորային միլիցիոն բանակը դառնում էր արհեստավարժ բանակ, պրոֆեսիոնալ բանակ էր դառնում, որին տալիս էին աշխատավարձ, որին մարզում էին, որը պարտական էր իր զորահրամանատարին։ Հաջորդ քայլը այս process-ի, երբ որ կատարվում էր լեգիոնը հռոմեական հասարակությունից, կատարվեց արդեն Պոմպեոսի եւ Օկտավիանոսի ժամանակ։ Մենք ունենք տեղեկություն, որ Պոմպեոսի զինվորները արևելքից իրենց հետ տարան մի նոր կրոն, Միտրայի կրոնը։ Ոմանք ասում են Հայաստանից։ Լեոն Վինդեգրան գերմանական հետազոտողը կարծում է, որ դա Հայաստանից են տարել Միհրի պաշտամունքը։ Ոմանք ավելի հակված են, որ դա եղել է Կիլիկիայից։ Կիլիկյան ծովահենները, որոնք պատել էին ամբողջ միջերկրածովքը, այո, պաշտում էին այս աստծուն, իրանական այս աստծուն, որը սոցիալական հավասարության, արդարության եւ ռազմի աստվածությունն էր։ Ում սրանից հետո արդեն լեգիոններում սկսեցին երևալ իրենց փոքրիկ տաճարները, նվիրված Միտրայի։ Բայց հռոմեական Միտրան, ասենք, որ չէր կրկնում ամբողջովին իրանականը։ Այստեղ հռոմեական արժեքներ ներբերվեցին, բարոյական, իշխանական, կրոնական։ Մի խոսքով սա տարավ այն բանին, որ լեգիոնը ել ավելի կտրվեց հասարակությունից։ Օգոստոսի ժամանակ դա դեռևս այդքան չէր զգացվում, բայց հետագայում նրանք պետք է
կայսրեր բարձրացնեն իշխանության, նրանք պետք է իջեցնեն իշխանությունից, նրանք պետք է որոշումներ կայացնեն, երբ որ իրար հետ համագործակցում էին։ Բացի սրանից, այս փոփոխություններից օգոստոսի ժամանակաշրջանում սկսեցին թույլ երանգով երևալ մի այլ հատկանիշ լեգիոնի։ Երևացին լեգիոնես թույլ հատկանիշով immobiles հաստատում կանգնած մի տեղում լեգիոններ, մյուս կողմից էլ լեգիոնես mobiles շարժուն բարձր այո արեստավար լեգիոններ։ Աստիճանաբար դրանք պետք է հետագայում 200 տարվա ընթացքում տանեին այն բանի, որ այս երկու լեգիոնները պետք է տարանջատվեին միմյանցից։ Լեգիոնես immobiles դրանցից պետք է ձևավորվեին ապակա Եվրոպայի շատ քաղաքներ, ասենք թե Տրիրը, Վենան, այդպես շատ կարևոր բաներ են, եւ այլ քաղաքներ։ Բայց դրա հետ մեկտեղ էլ Օկտավիանոսը ներմուծեց մի նոր ծառայություն։ Դրանք պրետորիանա, կենտուրիանա, պրետորիական ցենտուրիաններ։ Դրանք քանակությամբ 9 էին, յուրաքանչյուրի կազմում 1000 զինվոր լեգիոներ, բարձր պրոֆեսիոնալի զինվորներ էին, որոնք տեղակայում էին Իտալիայի տարածքում։ Մենք նախկինում ասել ենք, որ Իտալիան ապառազմականացված էր։ Հիմա Օկտավիանոսը փոխում է սա։ Իտալիայի տարածքում կանգնում են այս պրետորիական գվարդիայի զինվորները, բարձր պրոֆեսիոնալիզմի զինվորները, որոնք 4 անգամ ավելի բարձր աշխատավարձ են ստանում։ Այս պրետորիական գվարդիայի 2 ցենտուրիանները կանգնած էին Հռոմում կամ նրա մատույցներում։ Սկզբից ելի եմ ասում, ոչ ոք այդքան բանի տեղ չէր դնում այս երևույթին։ Կարծում էին ապահովության համար է միայն, բայց հենց օգոստոսից հետո արդեն զգացվեց, որ սրանք ընդունակ են կայսրեր բարձրացնել իշխանության, խառնվելու պետության ներքին գործերին, եւ նրանց տրիբունները եւ նրանց ղեկավարները սկսեցին քաղաքական խաղի մեջ մտնել, ազդել թույլ կայսրերի վրա եւ իրենց կամքը թելադրել նրանց։ Այսպես բանակը ինչպես ներքին կյանքում, այնպես էլ արտաքին կյանքում սկսեց կարևոր եւ կարևոր դերակատարություն ունենալ, բայց հիշենք, որ իր իշխանության հիմքերից մեկը Օկտավիանոսը համարում էր պրոկոնսուլի իշխանությունը, պրոկոնսուլ էտերնոս, հավերժական պրոկոնսուլ, որը նշանակում էր հռոմեական բանակի նրա բոլոր ստորաբաժանումների ներառյալ հրամանատարը, գերագույն հրամանատարը, դրանք բոլորը ենթարկվում էին իր կամքին, որը մի կողմից հանրապետականությունը, մյուս կողմից սոցիալական քաղաքականությունը եւ երրորդ կողմից բանակը պետք է ներազդեր պետության վրա։ Այստեղ կանգ առնենք։